Biz nasıl Karabağ'a girdiysek... Tek millet, tek bayrak, tek vatan, tek devlet. Türk'ün yolu Zengezur'dan, Karabağ'dan geçti. Բարև ձեզ, եթերում իրական Թուրքիա նախագիծն է։ Սիրիայի Հալեպում, որի վրա անթաքույց աչք ունի Էրդողանը, Թուրքիայի գլխավոր հյուպատոսն այցելել է Հայաստանի գլխավոր հյուպատոսին։ Հայկական կողմը շնորհակալություն է հայտնել Հայաստանից Սիրիա մարդասիրական օգնության տեղափոխման հարցում թուրքական կողմի աջակցության եւ այդ երկրով ավտոշարասյան անարգել անցման կապակցությամբ։ Թուրքիան 10 օրով, միայն 10 օրով բացել էր Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարա Ալիջան անցակետը, որ Հայաստանը հումանիտար բեռ ուղարկի Սիրիա, որտեղ հիմա թուրքական վերահսկողությունն է, Թուրքիայի հովանավորյալ նախագահն ու ուժերն են իշխանության։ Ինչի հետ բոլորը չէ, որ պատրաստվում են համակերպվել։ Եվ Էրդողանին պետք է, որ միջազգային դերակատարները ցույց տան, թե ընդունում են ներկա իրողությունները։ Սա նշանակում է, որ Հայաստանը հումանիտար բեռ ուղարկելով հերթական քողարկված զիջումն է արել Թուրքիային։ Եվ սա նշանակում է, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը ոչ թե 10 օրով եւ իր շահի համար, այլ իրականում բացելու համար դեռ նախապայմաններ ունի։ Իրական Թուրքիայի այս թողարկմանը դիտեք։ Erməni faşizmi Փաշինյանը հայերին պատրաստում է խաղաղության, ի տարբերություն նրա Ալիևը ադրբեջանցիներին թշնամանքի։ mənfur düşmənin Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Վաշինգտոնում ընդդիմության ցույցերի ֆոնին, որտեղ է որոշվում Էրդողանի ճակատագիրը։ 2.2 milyon kişi geliyor musun Erdoğan? Թուրքիա-Իսրայել պատերազմի կանխատեսումներ Բաքվում, դաշնակիցներից որի կողմը կբռնի Միացյալ Նահանգները։ Trump kimin tərəfində olacaq? Թուրքական մեդիան 3 կապիկի դերում Էրդողանին դուր չեկած ձևակերպումների համար մեդիա ճնշումներ են գործի դրվել։ 3 maymunu oynayacağım diyorlar. Եվ վերջում հարցազրույց այսօր Ումիդ Քուրդ, պատմաբան Թուրքիայից։ Հայոց ցեղասպանության փաստի մասին կամ դրա շուրջը հարցական նշան չկա։ Պետք չէ ըխտորել ջուրը եւ բացառիկը։ Թուրքիայից ցակումով քուրդ պատմաբանը գործածում է Արևմտյան Հայաստան եզրը։ We should avoid from blurring the waters. Եվ այսպես Թուրքիայում ներքաղաքական քաոսի ֆոնին Էրդողանից մինչև Ֆիդան եւ Ուրալօղլու ու Բահչելի բոլորն այս պահին կարծես մի կողմ են դրել Զանգեզուրի միջանցք խոչվածի պահանջը, իհարկե կարճ ժամանակով։ Եվ հիմա զբաղված են Էրդողանի իշխանությունը փրկելով մի կողմից եւ մյուս կողմից արտասովոր հայտարարություններով։ Ազգային ամոլների առաջնորդ Բահչելին է այդ արտասովոր հայտարարության հեղինակը, մանրամասն կներկայացնենք րոպեներ անց։ Մինչև այդ Հայաստան, որովհետեւ այն, որ Էրդողանը հիմա ուշադրությունը շեղել է իր աթոռը փրկելու ուղղությամբ, չի նշանակում, թե Հայաստանը վտանգից փրկվել է։ Նաև նման իրավիճակների համար թուրքերը ստեղծել են Ադրբեջանը։ Ու քանի դեռ Հայաստանում իշխանությունը քաղաքացիներին պատրաստում է խաղաղության, պատերազմի օրերի հաղթելու ենք հասվածի նման, աղմկելով այս ու այն մանր հաղթանակի, իբր հաղթանակի մասին, իրականում իրար վրա են կուտակվում ձախողումները։ Արտաքին քաղաքական ձախողումները Բաքվի, Անկարայի եւ այլ ուղղություններով։ Մյուս կողմից Փաշինյանի խաղաղության փոխարեն Բաքվի օկուպանտը իր քաղաքացիներին պատրաստում է ահա թե ինչին։ mənfur düşmənin xislətini əsassız düşmənçiliyi göstərir. Biz hansı düşmənlə erməni talançıları, erməni faşizmi mənfur düşmən tərəfindən Զզվելի թշնամի հայերը, ատելի թշնամի հայերը, ադրբեջանցիներին ցեղասպանած թշնամի հայերը։ Ալիևն Արցախի օկուպացված տարածքներում էր ելույթ է ունեցել, հիմնականում իր գլուխն է գովել ու 14-15 րոպեում տասնյակ անգամ հայերին թշնամի է անվանել։ Սա նշանակում է, որ մյուս կողմում խաղաղության են պատրաստվում եւ պատրաստում ադրբեջանցիներին։ Düşmən onu da qurutmuşdu. Düşmən güclü istehkamlar qurmuşdu. Düşmənin qüvvələri düşmənə şans verdi ki, vəhşi düşmən tərəfindən bizə qarşı soyqırımı törədilmişdi. Փաշինյանի հետ փաստաթուղթը Ալիևն ադրբեջանցիներին ներկայացնում է որպես Հայաստանին հնազանդեցնելու եւս մեկ գործիք, շեշտելով, որ Փաշինյանը համաձայնել է իր բոլոր կետերին եւ հավելյալ պահանջներին Մինսկի խումբը ցրելուց մինչեւ Հայաստանի սահմանադրությունը փոխել։ Այս վերջին կետի մասով շտապեցնում են։ Փաշինյանը հայտարարել էր, թե սահմանադրության փոփոխության հանրաքվեն կարող է լինել 2027-ին կամ 26-ի ընտրությունների հետ։
Բաքվում դժգոհեցին, այդքան սպասել չեն պատրաստվում։ Եվ իրենց պետք է նաև ամենակարևորը՝ Զանգեզուրի միջանցք կոչվածը։ Հայաստանին մեղադրելով հրադադարի խախտումների մեջ, դրանից բխող բոլոր հետևանքներով։ Սյունիքի սահմանամերձ շրջաններում ադրբեջանական կրակոցներ են լսում, արդեն երկրորդ շաբաթն է։ Եթե առաջին օրերին լուրերը հերքում էին, ապա մեկ շաբաթ անց լուրերը Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատեց, բայց ճշգրտելով՝ թիրախում հայկական դիրքերն ու բնակավայրերը չեն։ Եվս մի քանի օր ու արդեն կան լուսանկարներ, Ադրբեջանի կրակոցներից վնասվել են տներ։ Այս ընթացքում Փաշինյանը հայտնում է, թե դիվանագիտական խողովակներով տեղեկություններ է ստացել այս կրակոցների մասին, որոնք դեռ պետք է ուսումնասիրի։ Այս ամենը ներկայացնելու նպատակը խուճապ առաջացնելը, չարագուշակ լուրեր տարածելը չէ։ Սա ներկայացնելու նպատակը մեկն է, որ պատրաստ լինենք նրան, ինչը փորձում են քողարկել խաղաղության շղարշի տակ, բայց իրականում կարող է թափվել մեր գլխին, որ վերջում չպարզվի, չգիտեինք ինչ է կատարվում, ինչպես պատերազմի օրերին էր, եւ վերջում չլինի նոր ողբերգություն։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը Վաշինգտոնում էր։ Պետքարտուղար Ռուբիոյի հետ հանդիպման արդյունքներով ամերիկյան կողմի տարածած կարճ հաղորդագրության մեջ նշված է. Պետքարտուղարը խնդրել է Թուրքիային աջակցել Ուկրաինայում եւ Հարավային Կովկասում խաղաղությանը։ Թուրքական կողմի տարածած հայտարարություններում Հայաստանին ու Հարավային Կովկասին որևէ անդրադարձ չկա։ Թուրքիայի համար Ֆիդանի այս այցն այլ առումով կարող է որոշիչ լինել։ Ֆիդանը մեկնեց Վաշինգտոն Թուրքիայում հակաերդողանական ցույցերի ֆոնին։ Էրդողանի համար, որը կարողացել է տապալել 2016-ի հեղաշրջման փորձը, այսօրվա ցույցերը վերահսկելի են, եթե չլինի արտաքին միջամտություն։ Ցույցի դուրս եկած քեմալականները կապեր ունեն Վաշինգտոնում, իսկ Էրդողանը հեղաշրջման փորձից հետո լարել է հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։ Հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ մեղադրում էր իր երբեմնի դաշնակից Ֆեթուլլահ Գյուլենին, որը հաստատվել էր Միացյալ Նահանգներում, Վաշինգտոնից պահանջել էր արտահանձնել նրան ու մերժում ստանալուց հետո հեղաշրջման փորձի մեջ մեղադրում էր նաև Միացյալ Նահանգներին սկանդալային հայտարարություններով։ Եվ հենց այդ պահից է թուրքական լիրան ու տնտեսությունը սկսել անկում գրանցել։ Հիմա Ֆիդանը փորձել է Վաշինգտոնում վերանորոգել Թուրքիա-Միացյալ Նահանգներ հարաբերությունները, բայց ամեն ինչ ավարտվել է սկանդալով։ Ամերիկյան կողմի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ պետքարտուղար Ռուբիոն մտահոգություն է հայտնել Թուրքիայում վերջին օրերին տեղի ունեցած ձերբակալությունների եւ ցույցերի կապակցությամբ։ Անկարայից Միացյալ Նահանգների պետքարտուղարին մեղադրել են ստի մեջ, հերքելով սա ու պնդելով, թե պետքարտուղարը Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայում ծավալվող բողոքի գործողությունների թեմային չի անդրադարձել։ Այս ֆոնին Թուրքիայում ընդդիմության ցույցերը նոր թափ հավաքեցին։ Ընդդիմադիր կուսակցության առաջնորդը հրապարակում 2 միլիոն մարդ հաշվեց։ Այսպիսի բան վերջին 10 տարում չեր եղել։ 2.2 միլիոն kişi Görüyor musun Erdoğan? Հրապարակում գտնվող 2 միլիոն 200 հազար մարդկանց տեսնում ես Էրդողան, մեզ ճնշելու էիր, այստեղ ընկճված ինչ-որ մեկին տեսնում ես, այս մարդիկ պարզապես մեր կուսակցության անդամները չեն, նրանք միլիոններ են, ովքեր կուշտ են ձեր ճնշումներից եւ ասում են, ես ազգային կամքն եմ, բաց թողեք իմ թեկնածուն եւ բերեք քվեատուփը։ Էրդողանը կարող է կորցնել ամեն ինչ, եթե լեզու չգտնի Թրամփի հետ։ Շշուկներ կան, որ ապրիլի վերջին, մայիսին սպասվում է նրա այցը Վաշինգտոն։ Մինչև այդ Էրդողանը հերթական խորամանկ քայլն է անում։ Իր բոլոր ձախողումները հիմա փորձում է բարթել ընդդիմադիրների վրա։ Իբր ցույցերի պատճառով է Թուրքիայի տնտեսությունն անկում գրանցում։ Մեր ժողովրդավարության դեմ իրականացված բոլոր հարձակումների եւ ազգի դեմ բոլոր դավաճանությունների հեղինակները մեկ առ մեկ պատասխանատվության են ենթարկվելու օրենքի առաջ։ Թուրքական տնտեսության, ինչպես նաեւ ազգի խաղաղության եւ բարգավաճման դեմ ուղղված դիվերսիաների հեղինակները նույնպես պատասխանատվության կենթարկվեն դատարանի առաջ։ Եվ այս հայտարարությունն Էրդողանն անում է Մեջլիսում իր կուսակցության խմբակցության հավաքին, որտեղ նրան երկրպագում են, որտեղ ամենահամարձակն է խոսում։ Այս ելույթի մի դրվագը վերածվել է իսկական խայտառակության։ Էրդողանը էկրաններին ցույց էր տալիս իբր ցուցարարների գործած ավերածությունները, հետո պարզվել է, որ այդ տեսանյութերը
Վրաստանում ցույցերից էին։ Erdoğan işte olayları gösteriyor. Orada bir video paylaşılıyor. Ve işte bak diyor burası Saraçhane, burası... Էրդողանը եղածներն էր ցույց տալիս, տեսանյութ էր ցույց տալիս եւ ասում. «Տեսեք, սա Սարաչանեն է, սա այս է, սա այն է»։ Նախագահը սրանից տեղյակ չէր։ Սրա մեղավոր այդ տեսանյութերը պատրաստողներն են, որոնք ազգին հիմարի տեղ են դնում։ Gürcistan'daki eylemlerde çekilen görüntülerin Վրաստանում եղածները մոնտաժել են, մեջտեղ են բերել։ Վերցրել են Վրաստանում եղածների տեսանյութերը, տվել են նախագահին, որ ներկայացնի, թե Թուրքիայում է եղել այդ ամենը։ Ve bir montaj da söz konusu değil. Her şey ortada. Biz montajcı değiliz. Մոնտաժի մասին խոսք լինել չի կարող։ Ամեն ինչ տեսնում ենք։ Մենք մոնտաժող չենք։ Sayın Akbaşoğlu Պարոն Ակբաշօղլու, ամեն ինչ տեսնում ենք, բոլորի աչքի առաջ է, մոնտաժ եղել է։ Եվ մինչև Վաշինգտոն մեկնելը, Էրդողանը սրում է հարաբերությունները տարածաշրջանում Թրամփի սիրելի դաշնակցի Իսրայելի հետ։ Հիմքում իհարկե այն է, որ Սիրիայում թուրքական գերիշխանության ու դրա հետևանքների հետ Իսրայելը չի պատրաստվում հաշտվել, ու Թուրքիայում դրա գործնական դրսևորումը Էրդողանի նշանակած նախագահի դեմ ըմբոստությամբ հրաշալի տեսնում են։ Siyonist İsrail'i Rabbim Kahhar ismi şerifi hürmetine kahru perişan eylesin. Թող Ալլահը կործանում եւ մահ բերի սիոնիստական Իսրայելին։ Մենք տեսնում ենք, գիտենք թե ինչ են ապրում պաղեստինցիները։ Իսրայելից սա իհարկե անպատասխան չեն թողել։ Նախ արտաքին գործերի նախարարն է արձագանքել, բացատրելով, որ Էրդողանը վտանգավոր է տարածաշրջանի համար։ Բռնապետ Էրդողանը բացահայտել է իր հակասեմական դեմքը։ Էրդողանը, ինչպես պարզ երևում է այս օրերին, վտանգավոր է թե տարածաշրջանի, թե սեփական ժողովրդի համար։ Հուսով ենք, որ ՆԱՏՕ-ի երկրները սա հասկանում են, հուսանք, որ նրանք սա կհասկանան, որքան հնարավոր է շուտ, նշել է Իսրայելի արտաքին գործերի նախարարը։ Սա նշանակում է Իսրայելում եւս հաշվարկում են, որ Էրդողանին կարող են տապալել արտաքին ուժերը։ Ապա Իսրայելի էներգետիկայի նախարարն էլ կարելի է ասել ներքին ուժերի մասին է խոսել։ Թուրք ժողովուրդը հոգնել է Էրդողանի բռնակալությունից եւ տապալելու է նրա ռեժիմը հանուն Թուրքիայի եւ ամբողջ աշխարհի, նշել է Իսրայելի էներգետիկայի նախարարը։ Էրդողանն Իսրայելի հետ հակասությունների ընդգծված հերթական փուլի մասին ազդարարել էր դեռ ամիսներ առաջ, երբ հայտարարեց, թե Իսրայելն աչք է դրել Թուրքիայի ներկա տարածքի վրա, նկատի ունենալով նաև Արևմտյան Հայաստանի տարածքը։ İsrail yönetiminin Ես բաց կասեմ, թե Պաղեստինից եւ Լիբանանից հետո Իսրայելի վարչակազմը աչքն ուր է դրել։ bundan sonra gözünü dikeceği yer açık söylüyorum. Bizim vatan topraklarımız olacak. Մեր հայրենի հողերն են լինելու հաջորդը։ Թուրքիայի ներսում Իսրայելի որոշ ընկերների, սիոնիզմի որոշ աջակիցների, կամավոր կամ փողի դիմաց սիոնիզմի պրոպագանդայով զբաղվողների չհասկացածը սա է։ Netanyahu hükümeti Anadolu'yu da içine aldı. Նեթանյահուի կառավարությունը ուտոպիստական երազներ է գցում նաև Անատոլիայի մասին եւ զանազան առիթներով բացահայտում է իր այդ երազները։ ifşa etmektedir. Թուրքիան եւ Իսրայելը այո մրցում են Վաշինգտոնի սիրելի դաշնակցի դիրքի համար եւ Թրամփի ընտրությունը ակնհայտ է։ Թուրքիան եւ Իսրայելը ունեն հակադիր շահեր, օրինակ Սիրիայում, բայց նաեւ ընդհանուր նպատակներ, օրինակ Իրանի դեմ։ Եվ Իսրայելը Թուրքիայի նախագիծ Ադրբեջանի դաշնակիցն է։ Ու անգամ Թուրքիայում շատերը չեն հավատում Իսրայելի դեմ Էրդողանի հոխորտանքների անկեղծությանը։ Ankara və Təl-Əviv bəlkə də heç vaxt müharibəyə bu qədər yaxın olmayıb. Անկարան եւ Թել-Ավիվը դեռ երբեք պատերազմին այսքան մոտ չեն եղել։ Աշխարհը Սիրիայի համար Թուրքիայի եւ Իսրայելի պատերազմին ականատես կլինի։ Թրամփը ում կողմից կլինի՝ Թուրքիայի եւ Էրդողանի, որոնց մասին ասաց լավ երկիր եւ լավ առաջնորդ է, թե ամենամոտ դաշնակից եւ ընկեր Իսրայելի եւ Նեթանյահուի։ Սա Բաքվի պետական քարոզչալիքի եթերում են քննարկում։ Ոմանք էլ արդեն համեմատում են Թուրքիայի եւ Իսրայելի բանակները ու հետևություն անում։ Առանց Միացյալ Նահանգների աջակցության Թուրքիան ի վիճակի է հաղթել Իսրայելին եւ այդ հաղթանակը մեծ ջանքեր չի պահանջի։ Բայց եթե Իսրայելին աջակցի Միացյալ Նահանգները, Թուրքիան չի կարող հաղթել, որովհետեւ թուրքական ռազմաարդյունաբերական համալիրի մի մասը դեռ կախված է ամերիկյան տեխնոլոգիաներից։ Թուրքիայում 10 օրով դադարեցվել է ընդդիմադիր ալիք հանդիսացող Սոյժջուի հեռարձակումը Ստամբուլի քաղաքապետի կալանավորմանը հետևած ցույցերը ցուցադրելու դրանց վերաբերյալ մեկնաբանությունների պատճառով։ Մի քանի այլ հեռուստաալիքների որոշ հաղորդումների ցուցադրությունն է կասեցվել ու տուգանքներ են նշանակվել։ Yine bir yasak.
Yine bir engelleme. Yine bir karartma. Mutlaka o tünelin sonunda ışık var. Եվս մեկ արգելք, եվս մեկ խոչընդոտ, եվս մեկ խավար։ Այս թունելի վերջում վստահաբար լույս կա, բայց դեպի այդ լույսը քայլելը մի քիչ ժամանակ է պետք։ Մինչև այդ մեզ մեդիային ասում են. չպետք է տեսնեք, չպետք է լսեք, չպետք է խոսեք։ Այն երեք կապիկների նման։ Arkadaş, görmeyeceksin, duymayacaksın, bilmeyeceksin. Yani 3 maymunu oynayacaksın diyorlar. Tabela 3 maymun ol. Valla 3 maymun olmaya niyetim yok. 3 maymun olmaya niyetimiz de yok. Երեք կապիկ լինել չեմ ուզում։ Չենք ուզում Սոժ Ջութիվին եւ մյուս լրատվամիջոցները։ Ովքեր ուզում են, թող լինեն։ Մենք ուզում ենք ժողովրդի հետ խոսել։ Demokrasi diyorsak eğer tek sesli bir demokrasi olamaz. Ժողովրդավարություն եք ասում։ Մեկ ձայնով ժողովրդավարություն չի լինում։ Այսպես Էրդողանի որոշմանը արձագանքում է ՍԺ-ի ամենահայտնի մեկնաբաններից մեկը, նաև ներկայացնելով, թե ինչ է կատարվում Թուրքիայում հիմա, ինչպես է Էրդողանը պահում իշխանությունը։ Ellerindeki güçle, güçlüler de onu da teslim ediyorum. Իրենց ձեռքում եղած ուժով ուժեղ են, ընդունում եմ։ Գործարարներին, ուսանողներին, քաղաքական գործիչներին, մեդիան բոլորին ճնշել են փորձում։ Ise medya. Hepsini bastırmaya çalışıyorlar. Hepsine diz çöktürmeye çalışıyorlar. Arkadaş ben diz çökmeyeceğim. Բոլորին ծնկի բերել են փորձում։ Ես ծնկի չեմ գա։ Իմ անունից ասում եմ, ես ծնկի չեմ գալու։ Ինչ եք անելու։ Հիմա քիչ անց այսօրվա բոլոր լուրերը կներկայացնեմ։ Ինչ եք անելու։ Դրանից հետո ինչ եք անելու։ Այս հերոստալիքի մյուսների հաղորդումների արգելափակումը բացահայտցուցիչ է, որ Թուրքիայում մեդիան չի կարող տարածել որևէ հայտարարություն առանց Էրդողանի վերահսկողության, ցուցումների եւ համաձայնության։ Տարածելու հետևանքն արգելափակումն ու տուգանքներն են։ Սա նշանակում է, որ թուրքական մեդիայի ցուցադրած նարտացոլում է Էրդողանի մտադրությունը, դիտարկումները, պլանները։ Եվ այսօրվա արտասովոր ու անսպասելի հայտարարությունը Թուրքիայի ազգայնական շարժում կուսակցության առաջնորդից։ Դևլետ Բաղչելին, որ Էրդողանի կոալիցիոն գործընկերն է ու որի տանը Էրդողանը բարբերաբար թեյ է խմում, Էրդողանի ակնհայտ ուղղորդմամբ քրդերի հետ անսպասելի երկխոսության կոչ անելուց եւ գործընթացը սկսելուց հետո նորից գերազանցում է ինքն իրեն։ Այս անգամ Բաղչելին հոդված է գրել ու հայտարարել. Թուրքիային նոր սահմանադրություն է պետք, բայց ավելի կարևոր է նրա բացատրությունը, թե ինչու, որպեսզի կառուցվի այնպիսի համակարգ, որտեղ բոլորը կկարողանան տեղ ունենալ, թե Թուրքիայում բոլորը հավասար են։ Ազգայնամոլ Գորժ Գայլերի քաղաքական առաջնորդից նման հայտարարությունը, ինչպես թուրքերն իրենք են գնահատում, հավասարազոր է պայթյունի, ոմանք անգամ ծիծաղում են չհավատալով։ Թուրքիզմով ու պանթյուրքիզմով տարված ազգայնամոլի կերպարանափոխումը որոշ թուրք ակադեմիականներ կապում են նաև հնարավոր քաղաքական փոփոխություններով։ Գուցե Բաղչելին նկատել է, որ Էրդողանը կարող է կորցնել ամեն ինչ ու հիմա փորձում է տեղավորվել քեմալականների կողքին։ Բաղչելին այս հայտարարությունն անում է քրդերի հետ իր եւ Էրդողանի սկսած հաշտեցման եւ զինաթափման գործընթացի ֆոնին, բայց որ ավելի կարեւոր է Էրդողանի եւ Եվրամիության մերձեցման ֆոնին։ Ամեն ինչ սկսվեց Միացյալ Նահանգներ Եվրամիություն հարաբերություններում հակասություններով, Էրդողանը հայտարարեց, որ Եվրամիությունն իր անվտանգությունն ապահովելու համար Թուրքիայի կարիքն ունի, եւ Եվրամիության որոշ առաջնորդներ մեկնեցին Անկարա ու համաձայնեցին, հայտարարելով, որ դեմ չեն Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը։ Բայց ազգայնականությամբ տարված թուրքական քաղաքականությունն ու Բաղչելիները, իհարկե, մինչև այդ գոնե մակերեսային փոփոխությունների կարիք ունեն։ Միաժամանակ այս կերպ նաև ազդակներ ուղարկելով Բրյուսել, թե պատրաստ են հանդուրժել Թուրքիայում նաև մյուսներին։ Եվ իրական Թուրքիա նախագծի երկրորդ մասում հարցազրույց է։ Իրական Թուրքիայի մասին խոսում են պատմաբանները, ցեղասպանագետները, դիվանագետները։ Այսօր Ումիդ Քուրդ, պատմաբան Թուրքիայից։ Ուսումնասիրության թեման հայոց ցեղասպանություն։ Փաշինյանը հայտարարեց, թե պետք է վերանայել հայոց ցեղասպանության պատմությունը, հասկանալ ինչ է եղել եւ ինչու է եղել։ Պատմաբանին հարցրել ենք, ինչն է պետք վերանայել, ինչ հարցեր կան ցեղասպանության վերաբերյալ, որ բաց են։ Պատասխանը՝ հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, կասկած չկա, դրա մասին կամ դրա շուրջը հարցական նշաններ չկան, պետք է խուսափել այս ոլորտում ջրերը պղտորելուց։ Պատասխանելիս անգամ օգտագործում է Արևմտյան Հայաստան եզրը, ինչը ցեղասպանությունը ճանաչող բազմաթիվ թուրք եւ քուրդ պատմաբաններ չեն անում։ Սա կարևոր է, որովհետև քուրդը ոչ միայն Թուրքիայում եւ միջազգային գիտական շրջանակներում ակտիվ պատմաբաններից է, այլև Թուրքիայում երիտասարդ սերնդի պատմաբան է, սրանից բխող հետևություններով։
Thank you very much for joining us. Thanks for your time. Շնորհակալություն, որ միացել եք մեզ եւ առաջարկում եմ սկսել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացից, որը հայտարարվել էր թե առանց նախապայմանների է։ Բայց իրականում ականատես ենք լինում թուրքական կողմի նախապայմաններին։ Եվ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համար Թուրքիան պահանջում է, որ Հայաստանը փակի Հայոց ցեղասպանության էջը։ Էրդողանը պահանջում է, որ Փաշինյանը չխոսի Հայոց ցեղասպանության մասին, չմեղադրի Թուրքիային։ Այսպիսի նախապայմանով իրական կարգավորում հնարավոր է։ Speaking about the Armenian genocide, to stop blaming Turkey for the Armenian genocide. Actually, if we are talking about like negotiations or possible Իրականում եթե խոսում ենք բանակցությունների եւ հնարավոր գործակցության երկու հարևան պետությունների հարաբերությունների զարգացման մասին, ապա նախապայմաններ պետք է չլինեն։ we shouldn't talk about the conditions or preconditions. So Երբ Աբդուլլա Գյուլն էր Թուրքիայի նախագահը, ֆուտբոլային դիվանագիտության փուլն էր, եւ ամեն ինչ ավելի լավ էր, եթե համեմատենք դրա հետ, ինչի առաջ հիմա ենք։ So, you know, all these soccer diplomacy things were well, relatively speaking, in comparison to what we are having or facing now. Այն ժամանակ արձանագրությունները ստորագրվեցին, բայց գործընթացը դադարեցվեց, որովհետև ցեղասպանության հարցը կար։ Հետագա գործողությունները հավասարազոր էին լինելու ցեղասպանության ճանաչմանը, եւ թուրքական կողմը արթնացավ, դադարեցրեց ամբողջ գործընթացը։ And the Turkish side was awakened and stopped the whole process. So, genocide is genocide. What happened in 1915 is officially recognized even by the American Senate as genocide. Ցեղասպանությունը ցեղասպանություն է։ Այն ինչ տեղի է ունեցել 1915 թվականին պաշտոնապես որպես ցեղասպանություն է ճանաչվել նույնիսկ ամերիկյան սենատի կողմից եւ աշխարհի ավելի քան 60 երկրներում։ Այստեղ խնդիրը Թուրքիայում ժողովրդավարությունը, ազատություններն ու իրավունքներն են։ Ժողովրդավարության թուլությունը եւ նման հարցերը քննարկելու անկարողությունն է, բայց որ ավելի կարեւոր է, խնդիրն անցյալի հետ հաշվի նստելն է։ Recognition of Armenian genocide is still the biggest hurdle. In front of Turkey. Հայոց ցեղասպանության ճանաչումը դեռևս ամենամեծ պատնեշն է Թուրքիայի առաջ։ Թուրքիան օգտագործելով իր տարածաշրջանային ուժը has been happening in Syria and what has been happening in the siege of Artsakh and the ethnic cleansing against the Armenians Artsakh. Այն ինչ կատարվում է Սիրիայում եւ այն ինչ տեղի ունեցավ Արցախի պաշարման ժամանակ, Արցախում էթնիկ զտումը, այս ամենի հետևանքով դառնալով ավելի ազդեցիկ տարածաշրջանում, Թուրքիան օգտագործում է այդ ազդեցությունը որպես զենք հայկական կողմի դեմ, պահանջելով չխոսել ցեղասպանության մասին, պահանջելով ցեղասպանության հարցը չներառել բանակցություններում։ Այնպես որ բանակցությունները դեռ փակուղում են։ Քաղաքական մեծ քայլերի մասին խոսելու, թեժ հարցերի մասին խոսելու փոխարեն գուցե պետք է որ երկու պետությունները բարելավեն հարաբերությունները եւ միայն դրանից հետո խոսեն ցեղասպանության մասին։ Բայց դա կախված է նաեւ Թուրքիայի ժողովրդավարության վիճակից, այդ վիճակի բարելավումից եւ քրդական խնդիրն այստեղ առանցքային դեր է խաղում։ Improving of democracy, flourishing of democracy in Turkey, so the Kurdish issue in that case plays a key role in that sense. For the last couple of months, Վերջին մի քանի ամիսներին պատմաբանների, ցեղասպանագետների հետ հարցազրույցների ընթացքում հնչել են կարծիքներ, որ եթե Թուրքիան ուղղակի ճանաչի հայոց ցեղասպանությունը, ապա այդպես աղմուկը, մեղադրանքները ավելի շուտ եւ արագ կդադարեն։ Ինչու Թուրքիան չի կարող ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Ինչու է Թուրքիան շարունակում ժխտել։ Որոնք են այս մեկ դարից ավելի ձգվող ժխտողականության պատճառները։ Why Turkey can't just recognize the genocide? Which are the reasons for Turkey for this continuing denial? Yeah, it's an important issue, but also it's a really huge topic to discuss. We have first of all we have historical reasons or historical motivations behind this overarching, constant, unwavering denial of Armenian genocide on the Turkish side. Այո, դա կարևոր խնդիր է, բայց նաև իսկապես քննարկման հսկայական թեմա է։ Մենք առաջին հերթին ունենք պատմական պատճառներ, պատմական դրդապատճառներ ու շարժարիտներ թուրքական կողմից հայոց ցեղասպանության այս համապարփակ, մշտական, անսասան ժխտման հիմքում։ On the Turkish national identity as was based on the absence of the others. Absence of these others refer to Armenians, Greeks. Առաջին հերթին այդ ժխտումը կապ ունի թուրքական ազգային ինքնության հետ։ Երբ վերադառնանք պատմությանը եւ նայենք Թուրքիայի հանրապետության հիմնադրման արմատներին, կտեսնենք, որ այն հիմնված էր թուրքական ազգային ինքնության վրա, հիմնված էր մյուսների բացակայության վրա։ Մյուսներ ասելով նկատի ունեմ հայերին, հույներին, օսմանցի ասորիներին, քրդերին, օսմանյան կայսրության մյուս ոչ մուսուլման կամ ոչ թուրք մուսուլման համայնքներին։ Սա առաջին պատճառն էր։
Another reason has to do with the rank and file of the new republic. The founding fathers, we don't have only one founding father, so he was the father, but there were other founding fathers, and most of these founding figures play a pivotal role in the destruction and the destruction of Armenians, plunder and liquidation of their properties. Մյուս պատճառը իհարկե ուղիղ առնչություն ունի Օսմանյան կայսրության փլուզումից հետո Թուրքիայի Հանրապետության հիմնադիրների հետ։ Հիմնադիր հայրեր, մենք միայն մեկ հիմնադիր հայր չունենք։ Աթաթուրքը եղել է հիմնադիր հայրը, բայց եղել են այլ հիմնադիր հայրեր եւս։ Եվ այս հիմնադիր գործիչների մեծ մասն առանցքային դեր է ունեցել հայերի ոչնչացման, հայերին թալանելու եւ նրանց ունեցվածքը լիկվիդացնելու գործում։ Այս ֆիգուրներին ներում շնորհվեց Թուրքիայի նոր հանրապետության առաջնորդի կողմից, եւ նրանք բարձրացան պետական բյուրոկրատիայի բարձրագույն աստիճաններին, դարձան քաղաքական գործիչներ։ Նրանց անուններով Թուրքիայում, այլ երկրներում փողոցներ են կոչվել։ Փաստորեն Թուրքիայի հանրապետությունն իր գիրկն ընդունեց նրանց, ընդունեց որպես հիմնադիր հայրեր եւ մինչեւ այսօր պատվում է նրանց։ Honor them. And another factor, of course, pertains to ups and downs in Turkish democracy. Մեկ այլ գործոն, որն անշուշտ առնչվում է Թուրքիայում ժողովրդավարության վերելքներին եւ վայրեջքներին։ Թուրքիան 4-5 ռազմական հեղաշրջման միջով է անցել եւ ժողովրդավարությունը Թուրքիայում մեծ փոխակերպումների է ենթարկվել, դրական եւ բացասական առումներով։ Հետո 2000 թվականի սկզբին, երբ Էրդողանի արդարություն եւ զարգացում կուսակցությունը եկավ իշխանության, Թուրքիայի հակվածությունը դեպի Եվրամիությանը լիարժեք անդամակցություն դրսևորվեց առավել ակտիվ կերպով։ Բայց ամեն ինչ փոխվեց, երբ արդարություն եւ զարգացում կուսակցությունը դաշին կնքեց ազգայնական շարժում կուսակցության հետ, տապալեց քրդերի հետ բանակցային գործընթացը, իսկ հետո խորհրդարանում մեծամասնություն հաստատելու համար Էրդողանը շարունակեց դաշինքը ազգայնական շարժում կուսակցության հետ եւ դարձավ ավելի ազգայնական, հեռացավ դեպի Եվրամիություն կողմնորոշումից։ Դա ուղիղ ազդեցություն ունեցավ Թուրքիայում ժողովրդավարության զարգացման վրա, ուղիղ ազդեցություն ունեցավ նաեւ քրդական հարցի հնարավոր լուծման վրա եւ ցեղասպանության ճանաչման հնարավոր քննարկման կամ անցյալում Թուրքիայի գործած ապօրինությունների հետ հաշվի նստելու վրա։ Orientation. That also had a direct impact on the development of democracy, improving of democracy in Turkey, and it had a direct impact also on the possible resolution of the Kurdish question and the possible discussion of the recognition of Armenian genocide or coming to terms with the wrongdoings of Turkey in the past. So that was another reason that the Turkey's face is like, getting away from the Europe. Սա նաև պատճառներից մեկն է, թե ինչու Թուրքիան հետ քայլ արեց Եվրամիությունից, որովհետև անդամակցության գործընթացը նշանակում էր, որ արտաքին ճնշմամբ ստեղծվում էր ներքին դինամիկա Թուրքիայի ներսում։ In my opinion, we usually ascribe or attribute denialism to the Turkish state, but this denialism, this long-lasting denialism, does not only come from the state side. It also it's being nourished, it's being fed and strengthened and reinforced by the different sections of society. Բայց ամենակարևորը իմ կարծիքով մենք սովորաբար ժխտողականությունը վերագրում ենք թուրքական պետությանը, բայց ժխտողականությունը, տևական ժխտողականությունը միայն պետությունից չի գալի։ Այն սնվում է, ամրապնդվում է հասարակության տարբեր շերտերի կողմից։ Թուրք հասարակությունը իր տարբեր խավերով, տարբեր շերտերով ոչ միայն կողմ չէ ցեղասպանության ճանաչմանը, այլև ավելին, դեմ է անգամ այս խնդրի մասին խոսելուն, ինչ պատահեց հայերին անցյալում հարցի մասին խոսելուն։ Describe them as the fifth column, stepping the empire in the back, taking side with the Russian, all these ahistorical, inaccurate kind of historiography or storytelling or history narrative is still predominant, not only in the state at the state level, but also in the minds and hearts of Turkish people. Նրանք հակված են ամբողջ մեղքը բարթել Օսմանյան կայսրության հայերի վրա, նրանց բնութագրել որպես 5-րդ շարասյուն, մեղադրել կայսրության թիկունքում քայլանելու, ռուսների կողմը բռնելու մեջ։ Այս բոլոր պատմության հետ առնչություն չունեցող, ճշգրիտ պատմագրության հետ առնչություն չունեցող նարատիվները դեռ գերակշռում են։ Ոչ միայն պետական մակարդակում, այլև թուրքական հասարակության մտքում եւ սրտում։ Պետությունն ու հասարակությունն այս առումով միավորված են եւ մեկ ձայն ունեն այս հարցում։ Բայց իհարկե կան այլ համայնքներ կամ
որոշ խավեր, ինչպիսիք են լիբերալները, դեմոկրատները, ձախերը, ձախ լիբերալները եւ իրավապաշտպանները։ Նրանք իհարկե կողմ են ճանաչմանը, ազատորեն խոսում են ցեղասպանության մասին, գրում են դրա մասին, մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի թուրքական պետությանն ու հասարակությանը լրատվամիջոցներին ստիպեն խոսել այս հարցի մասին, ստիպեն հաշվի նստել անցյալի հետ, բայց իհարկե նրանք դեռ հասարակության լուսանցքում են։ In the margin of the society. I will ask about more sensitive part of this situation. A week ago, we have Turkish journalists in Այս վիճակի ավելի զգայուն կողմի մասին կհարցնեմ։ Շաբաթներ առաջ թուրք լրագրողներ էին եկել Երևան եւ նրանցից մեկը հայոց ցեղասպանության հուշահամալիրում դժկամությամբ էր արձանագրել, որ Ծիծեռնակաբերդից տեսարան է բացվում դեպի Արարատը։ Իր պատրաստած տեսանյութում հարցնում էր. ինչպես կարող ենք վստահել հայերին, երբ տեսնում ենք, որ ցեղասպանության հուշահամալիրն անգամ նայում է Արարատին։ As a matter of fact, what you're asking is exactly supporting my previous answer. You know, that also has to do with this prejudices and this reading the intention of the other side, but by not recognizing the other side. Փաստացի ձեր հարցը հաստատում է իմ նախորդ պատասխանը։ Նույն նախապաշարմունքներն են։ Մյուս կողմից մտադրությունը կարդալը, բայց մյուս կողմից չճանաչելը։ Մյուս կողմից ճանաչել չփորձելը, զոհերի նկատմամբ կարեկցանք զգալու անկարողությունը եւ այս ամենի ուղղությամբ կրթական համակարգի եւ լրատվամիջոցների տևական աշխատանքն է եղել եւ կա։ Այդ լրագրողը բացառություն չէ։ Նա ցավոք արտացոլում է թուրքական հասարակության ընդհանուր միտումը։ This journalist in particular is not an exception, you know, it's that reflects upon the general tendency of Turkish society, again, unfortunately. So the only way Այսպիսի նախապաշարմունքները հաղթահարելու միակ ճանապարհը դրանք կրողների հետ խոսելն է, իրական պատմությունը ներկայացնելը, պատմելը թե ինչ է պատահել հայերին, ստիպել այս մարդկանց, որ խոսեն հայոց ցեղասպանության զոհերի երկրորդ կամ երրորդ սերնդի հետ։ And then make these people talk to have a conversation with the second or third generation of the Վերաբրողներ. Սա է միակ ճանապարհը, խոսել, քննարկել, այս հարցը մեր օրակարգ մտցնել, ինտենսիվ քննարկել, ինչպես նաև փորձել այս մարդկանց տալ հստակ տեղեկություն, թե ինչ է իրականում տեղի ունեցել հայերի հետ պատմության ընթացքում, որովհետև հիմա ունենք հսկայական գրականություն, ահռելի քանակություն, բազմաթիվ գիտնականներ, որոնք աշխատում են այս թեմայի շուրջ։ Հայոց ցեղասպանության փաստն անգամ քննարկման ենթակա չէ, ակադեմիական գիտական տեսանկյունից։ Try to give these people clear-cut information what has really happened in history to these people, because now we have enormous amount of literature, enormous amount of number of scholars working on this subject matter. So there is nothing to discuss about Armenian genocide in the literature, academically and scholarly speaking. So the Armenian Prime Minister Nikol Pashinyan Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե պետք է վերանայենք հայոց ցեղասպանության պատմությունը, պետք է հասկանանք ինչ է եղել եւ ինչու է եղել։ Հայոց ցեղասպանության պատմությունը կարիք ունի վերանայման։ Հայոց ցեղասպանության փաստի մասին դեռ ինչ պետք է հասկանանք, դեռ հարցեր կան, or these questions have the right to be. I can answer this question from the scholarly perspective, or the vantage point of a scholar. Ես այս հարցին կարող եմ պատասխանել գիտական տեսանկյունից, հայոց ցեղասպանության թեմայի շուրջ աշխատող գիտնական պատմաբանի տեսանկյունից։ The Armenian genocide is a historical fact. There is no doubt, there is no question mark about it or around it. So that's why, as a historian, I'm not tend to do any work, or I'm not in favor of the genocide proven kind of approach. Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, կասկած չկա, դրա մասին կամ դրա շուրջը հարցական նշան չկա։ Այդ իսկ պատճառով որպես պատմաբան ես կողմնակից չեմ ցեղասպանությունն ապացուցելու միտված մոտեցմանը, դրան ուղղված գիտական աշխատանքներին։ Այս գիտական աշխատանքները ղեկավարում էր լուսահոգի Վահագն Դադրյանը, եւ նա անգնահատելի ներդրում ունեցավ։ Ճանապարհներ բացեց նաեւ ինձ նման ապագա գիտնականների համար։ Բայց հիմա կարծում եմ, որ պետք է ավելի առաջ նայել, որովհետեւ ցեղասպանության փաստն ապացուցելուն ուղղված պատմություն գրելը քաղաքական առումով նույնպես օգտագործվում է կամ կարող է օգտագործվել ժխտողների կողմից, որովհետեւ փորձելով ապացուցել ցեղասպանությունը, բերելով ավելի շատ ապացույցներ, որոնք ցույց են տալիս, որ ցեղասպանությունն իսկապես եղել է, նաև հնարավորություն ենք տալիս մյուս կողմին պատասխանել, հերքել։ Այստեղ հերքելու ոչինչ չկա, ամեն ինչ ապացուցված է։ To disprove it, okay? So
there's nothing to disprove here. Everything has been proven, as I said, the Եվ կարծում եմ հիմա պետք է ուսումնասիրենք եւ կենտրոնանանք ցեղասպանության տարբեր ասպեկտների վրա, ինչպես հոլոկոստի գրականության մեջ, ինչպես Ռուանդայի ցեղասպանության կամ Կամբոջայի ցեղասպանության գրականության մեջ, կամ այն, ինչ տեղի ունեցավ Հարավսլավիայում, Ինդոնեզիայում եւ աշխարհի այլ մասերում։ Պետք է խոսել բռնության ձևերի մասին, որոնք տարբեր վայրերում կիրառվել են հայ զոհերի նկատմամբ։ Ես կենտրոնանում եմ օրինակ այն թափի վրա եւ կարծում եմ, որ պետք է ավելի շատ աշխատություններ լինեն Կիլիկիայի տարբեր գավառների։ And other parts of the world. We should talk about the other forms of violence which was inflicted upon Armenian victims in different places, different locations. I focus on Aintab, for instance, and I think there should be more works on different provinces in Cilicia, in Western Armenia. Արեմտյան Հայաստանի վերաբերյալ այդ իսկ պատճառով պետք է խուսափել այս ոլորտում ջրերը պղտորելուց։ We should avoid from blurring the waters in this field. So by these kind of rhetoric or discourses like, you know, oh, we should understand the other side. It happened because of that and this and that. Այնպիսի հռետորաբանությամբ կամ դիսկուրսներով, թե մենք պետք է հասկանանք մյուս կողմին։ Ցեղասպանությունը եղավ այս պատճառով, այն պատճառով։ Պատմական իրադարձությունները միշտ կարող ենք քննարկել։ Միշտ կարող ենք քննարկել քաղաքական դերակատարներին, կարող ենք քննարկել երիտուրքերի գործողությունները, կարող ենք համեմատել հայ հեղափոխական դաշնակցության, հնչակյան կուսակցության կամ հայկական քաղաքական այլ ակտորների, օրինակ Պատիարքարանի գործողությունների հետ։ Սա բացարձակապես գիտական քննարկում է եւ չի դադարեցնում կամ չի լեգիտիմացնում հայերի հետ կատարվածը, չի փոխում այն փաստը, որ մի համայնքի just because of the fact that they were Armenians. So that's the definition of genocide. Մարդկանց մի խմբի ոչնչացրել են միայն այն պատճառով, որ նրանք հայ էին։ Սա ցեղասպանության սահմանումն է։ So being under the pressure of the Turkish side, the Armenian government Թուրքական կողմի ճնշման տակ Հայաստանի կառավարությունը հայտարարեց, թե հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն չէ։ Ինչու է կարևոր հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։ Այդ գործընթացից չհրաժարվել է։ Ձեր գնահատականն այսպիսի քաղաքականության է։ And to not stop this process. I think it has to do with the regional politics and what has happened recently in Artsakh, in Karabakh. Կարծում եմ նորից տարածաշրջանային քաղաքականության գործոնը կա, եւ այն ինչ տեղի ունեցավ վերջերս Արցախում, Ղարաբաղում։ Գուցե Փաշինյանը կարծում եմ իրեն պատին սեղմված է զգում ոչ միայն Թուրքիայի եւ Ադրբեջանի, այլև Ռուսաստանի կողմից, եւ իհարկե կան բազմաթիվ քննադատություններ ԱՄՆ-ի քաղաքական դիրքորոշման եւ գործողությունների դեմ։ Թուրքիան բռնել է Ադրբեջանի կողմը, իսկ Ադրբեջանն աշխարհի աչքի առաջ ինչ արեց 100 հազարավոր մարդկանց հետ։ Դա մարդկանց խմբի ոչնչացում էր, դա ավելին էր, քան էթնիկ զտումը։ Azerbaijan, you know, did what they did, and hundreds of thousands of people were deported. They were, you know, brutally decimated in front of world, and it was a destruction of group of people. It was more than an ethnic cleansing as well. Բայց հետո ինչ եղավ։ Սկսեցին բանակցությունները։ Ադրբեջանը եւ Թուրքիան դարձան վիճակը վերահսկող ազդեցության ուժ ունեցող կողմը։ Իսկ Փաշինյանը ինձ թվում է շատ տարբերակներ չունի։ Եվ հետո ելնելով թե անվտանգային նկատառումներից, թե տարածաշրջանային զարգացումներից, Փաշինյանը կարող է համոզված լինել, որ դա միակ ճանապարհն է։ Եվ այդ պատճառով է ցեղասպանության թեման այժմ դուրս բանակցային սեղանից։ Regional security and the national security and Pashinyan might have been convinced that, you know, that is the only way to do so. That's why the topic of genocide is now out of the table, negotiation table. Դուք կարծում եք, որ միակ ճանապարհն է, կհամաձայնեք։ No, I wouldn't agree. I wouldn't agree with that. Ոչ, ես չեմ համաձայնի։ Ես շատ տեղեկություններ չունեմ Հայաստանի ներքին քաղաքականության վերաբերյալ եւ ուզում եմ զգուշությամբ ընտրել բառերս։ I wanna choose my words carefully, you know. I don't wanna be seen like pretentious about this. But you know better Turkish. Դուք հրաշալի գիտեք Թուրքիան եւ Թուրքիայի ներքին ու արտաքին քաղաքականությունը։ Լավագույն ճանապարհն է Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցել, վճարելով այս գինը։ Paying with this price. I think it shouldn't be like that. It doesn't have to be like that.
Կարծում եմ, որ այդպես չպետք է լինի։ Պարտադիր չէ, որ այդպես լինի, բայց երկու երկրների հարաբերությունները պետք է սկսեն կարգավորվել։ Դա հաստատ է ի նպաստ հայ ժողովրդի բարեկեցության, ոչ միայն Հայաստանում ապրող հայերի, այլ նաև Թուրքիայում ապրող հայերի։ Not only in Armenia but also in Turkey as well, because when the situation gets worse and Turkey always using this weapon of the presence of Armenians living in Turkey. Որովհետև երբ իրավիճակը վատթարանում է, Թուրքիան միշտ օգտագործում է Թուրքիայում ապրող հայերին որպես զենք Հայաստանի դեմ, բայց իհարկե բանակցությունները պետք է ընթանան հավասարի սկզբունքով։ Մի կողմը չպետք է թելադրող լինի մյուսին սեղմի պատին, օգտվելով մյուս կողմի վիճակից։ Պետք է լինի հավասարություն եւ արդարություն։ It has to be made in equally, justly and fairly, that's for sure. Will ever Turkey Թուրքիան թույլ կտա, որ Հայաստանը զարգանա, Հայաստանի անվտանգային համակարգը, տնտեսությունը զարգանա։ Here is the question. Yeah. Of course, it depends on what kind of government we are talking about and what kind of domestic political affairs are happening, are taking place in Turkey. Դա կախված է նրանից, թե ինչ իշխանության մասին է խոսքը եւ ինչպիսի ներքաղաքական գործընթացներ են տեղի ունենում Թուրքիայում։ Եթե Թուրքիայում ծաղկում են ժողովրդավարությունը, իրավունքներն ու ազատությունները, դա միշտ ուղիղ ազդեցություն է ունենում հայկական եւ քրդական հարցի վրա։ Այս պայմաններում, եթե կա քաղաքական կամք երկու երկրների միջև հարաբերություններ հաստատելու համար, ապա դա դրականորեն է ազդում նաեւ թուրքական կողմի վրա։ Եթե սկսվեն առևտրային հարաբերությունները, դա դրականորեն կանդրադառնա նաեւ թուրքական կողմի վրա։ Այստեղ շահերը փոխադարձ են։ Started, it will positively affect the Turkish side as well. So it's mutual. There are mutual benefits and mutual, yeah. And here I should ask about the Այստեղ Հայաստան-Թուրքիա սահմանի մասին կհարցնեմ։ Թուրքիան փակել է սահմանը եւ փակ է պահում արդեն 3 տասնամյակ Հայաստանի անկախությունից ի վեր։ Եթե մի կողմ դնենք կարճատև ժամանակահատվածները, նախ պատերվակը Արցախն էր, ու հիմա թեև Հայաստանի իշխանությունները բարբերաբար հայտարարում են, որ պատրաստ են բացել սահմանը այսօր, վաղը, ցանկացած պահի, ու որևէ պայման ու խոչընդոտ հայկական կողմից չկա, թուրքական կողմից ականատես ենք, որ մերժում են։ Թուրքիան փաստացի Հայաստանը պահում է բլոկադայի մեջ։ Ինչու? But the Turkish government is still closing the border, like holding the Armenia in blockade. Yeah. Why? I think this is unacceptable in the first place, but keeping the borders closed and Նախ կարծում եմ, որ դա անընդունելի է։ Սահմանը փակ պահելը հայերին նման շրջափակման մեջ դնելը կապ ունի Թուրքիայի վրա Ադրբեջանի ճնշման հետ, պայմանավորված բնական գազի եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև այլ երկկողմ համաձայնագրերով։ Due to natural gas and other, bilateral agreements between Azerbaijan and Turkey. I think in the past, these borders, some politicians attempt to open the borders at least. Նախկինում որոշ քաղաքական գործիչներ փորձել են բացել սահմանը, գոնե բանակցություններ են եղել, բայց հետո Ադրբեջանը խառնվել է, Թուրքիա ներկրվող գազի ծավալը կրճատել են, գինը բարձրացրել են, եւ Թուրքիան տրվելով այդ ճնշմանը դադարեցրել է սահմանը բացելու գործընթացը։ Ադրբեջանն այս գազի լծակը եւ ոչ միայն գազի մշտապես օգտագործում է Թուրքիայի դեմ, այնպես որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ միշտ համահունչ է Ադրբեջանի առաջնահերթություններին։ Due to this natural, natural gas and other stuff. So Turkey's policy towards Armenia, in that sense, is always in line with the Azerbaijan priorities, rather than and Azerbaijan priorities are usually equal to Turkish priorities. Ադրբեջանի առաջնահերթությունները սովորաբար հավասարեցվում են Թուրքիայի առաջնահերթություններին։ Մյուս կողմից Թուրքիայում իշխող ուժը եւ ազգայնական շարժում կուսակցությունը կոալիցիայի մեջ են, քաղաքական համագործակցության մեջ են։ Azerbaijan pressure as well, but also as I have said, the new government and the National Action Party now they are in political collaboration. Իսկ ազգայնական շարժում կուսակցությունը դեմ է հայկական կողմի հետ բոլոր տեսակ հարաբերություններին։ Եվ սա եւս մեկ դամոկլեան սուր է իշխող արդարություն եւ զարգացում կուսակցության վզին։ Like the Damocles sword on the neck of AKP as well. So the time is running out. My last question. Okay.
when it is possible, Երբ է հնարավոր, ինչպիսի Թուրքիան կարող է նորմալ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ։ Դուք իհարկե որոշ կարևոր կետեր նշեցիք, բայց երբ կարող է Թուրքիան ժողովրդավար դառնալ, որ քաղաքական ուժի իշխանության գալով։ Situation, because we are witnessing now what is happening in Turkey. There is AKP, there is CHP, but we are witnessing how the İttihatçı leaders posters are in CHP. Մենք տեսնում ենք, որ հանրապետաժողովրդական կուսակցության ցույցերին երիտ թուրքերի պարագլուխների, ցեղասպանության կազմակերպիչների նկարներով պոստերներ են։ Գորշ գայլերի ժեստն են ցույց տալիս, իսկական գորշ գայլ են բերում ցույցերին։ Տեսանյութերը կան։ Real grey wolf. Have you seen that video? Yeah, I have seen those. Even from the CHP seats, CHP proponents are making the same gesture. I have seen all of them. Այո, տեսել եմ այդ տեսանյութերը։ Նույն ժեստը նաև հանրապետաժողովրդավարական կուսակցության աջակիցներն են անում։ Տեսել եմ այդ ամենը եւ իրականում զարմացած չեմ։ Գալով ձեր հարցին, թե երբ երկար ժամանակ կպահանջվի։ Շատ երկար ժամանակ կպահանջվի։ Գուցե ես չեմ կարողանա տեսնել դա։ Գուցե դուք չեք տեսնի, որովհետեւ մենք այժմ բախվում ենք Թուրքիայում խորը ժողովրդավարական խնդիրների։ Issues in Turkey. We are on the verge of we are on the verge of not having another election, another fair, transparent election in Turkey. We are at that point, First, Turkey has to overcome these kind of hurdles. Մենք կանգնած ենք Թուրքիայում եւս մեկ արդար թափանցիկ ընտրություններ չունենալու շեմին։ Մենք այդ կեղտում ենք։ Նախ Թուրքիան պետք է հաղթահարի նման խոչընդոտները, եւ հետո այս ամեն ուղղակիորեն ազդում է քրդական հարցի պոտենցիալ լուծման վրա, որը սկսել են կառավարությունը եւ ազգայնական շարժում կուսակցությունը։ Այժմ գործընթացը կանգ է առել։ Քրդական բանվորական կուսակցությունը նույնպես աջակցում է ցույցերի դուրս եկած հանրապետաժողովրդական կուսակցությանը եւ դեմ է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ գործողություններին։ Մենք չգիտենք, թե դա ինչպես կանդրադառնան նրանց եւ իշխող ուժի հարաբերությունների վրա, քրդական բանվորական կուսակցության լուծարման եւ Օջալանի ազատ արձակման հարցի վրա։ Չգիտենք։ Ամեն ինչ օդում է։ Մենք քաոսի մեջ ենք։ Տնտեսությունն անկում է գրանցում եւ վիճակը գնալով վատանում է։ Is going down and it's getting worse and worse. So in such a country you cannot, the only way is to continue the political struggle, to have a free democratic political space. Այնպես որ նման երկրում միակ ճանապարհը քաղաքական պայքարը շարունակելն է հանուն ազատ դեմոկրատական քաղաքական տարածք ունենալու, որտեղ հնարավոր կլինի այս հարցերը ներկայացնել, օրակարգ բերել, քննարկել։ Ես հավատում եմ Թուրքիայի քաղաքական նոր սերնդի կամքին։ Նրանք տարբեր են, նրանք բաց են այս կարգի հարցերի քննարկման համար, բայց նաև դեմ կուսակցությունը եւ քրդական հարցի հնարավոր լուծումը միանշանակ նոր ճանապարհ կբացեն մեզ համար, քննարկելու նաև ցեղասպանության ճանաչման հարցը։ The possible solution of the Kurdish question will definitely open up a new way for us to also to discuss the recognition of the genocide. Եվ քննարկելու նաև Թուրքիայի պատմական այլ սխալները։ Բայց մենք երկար ճանապարհ ունենք անցնելու։ Ես կցանկանայի լավատես լինել, բայց ցավոք հիմա իրավիճակը բավական մռայլ է։ Optimistic about that, but now the situation is quite bleak and grim, unfortunately. Շնորհակալություն հարցազրույցի համար։ Thank you for having me. Pleasure. Շնորհակալություն հրավերի համար։ Դուք դիտում եք իրական Թուրքիա նախագիծը, շնորհակալություն ուշադրության համար։